ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Նրա խոսքով Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը։ Զախարովան քննադատել է Հայաստանի իշխանությունների նոր այսպես կոչված բարեկամներին, պնդելով, որ նրանք աչք են փակում այն ամենի վրա, ինչը նպաստում է Եվրամիության նպատակների իրականացմանը։ Նա նշել է, որ խոսքը նաև Ռուսաստանի հետ առճակատման մեջ Հայաստանի, նրա ներուժի եւ քաղաքացիների շահագործման մասին է։ Մոսկվան Զախարովայի շարունակում է հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին ժամը 16:30-ին։ Փաստաբան Արա Զորաբյանի փոխանցմամբ նիստը տեղի կունենա վաղաշաբաթի նստավայրում դատավոր Սռուշանյանի նախագահությամբ։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ եպիսկոպոսները նիստին չեն ներկայանալու, իսկ նրանց պաշտպանները կմասնակցեն դատական գործընթացին։ Զորաբյանի խոսքով մեղադրանքի հիմքում նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույց հռչակելու որոշումն է, որը որակվել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Փաստաբանի գնահատմամբ պետությունը չպետք է միջամտի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կառավարմանը եւ կանոնական կյանքին, իսկ քրեական պատասխանատվության սպառնալիքով այդ ոլորտի քննարկումը միջամտության առավել բարձր աստիճան է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ կառավարության 2026-ից 2031 թվականների ծրագրում ձևակերպումների փոփոխության մասին հարցին պատասխանելով Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին եւ Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով այդ իրավիճակից հետո պետք է հարցնել, թե ինչու ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը չեն կատարել անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները։ Փաշինյանը նշել է, որ այդ հարցին պատասխանելու փոխարեն ինքը հակադարձ հարց է բարձրացնում։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից եւ տեղափոխվել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Քոչարյանի նկատմամբ այսօր առավոտյան որպես խափանման միջոց կիրառվել էր երկամսյա կալանքը։ Հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի ամբողջությամբ բավարարել էր քննիչի միջնորդությունը։ Դատարանը նախորդ օրվանից քննում էր Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցը, իսկ գիշերը նրա առողջական վիճակի պատճառով նա բժիշկների ցուցումով տեղափոխվել էր հիվանդանոց։ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում եւ Իջևանում նախատեսված միջոցառումների համար կառավարությունը կհատկացնի 1 միլիարդ 326 միլիոն 969.8 դրամ։ Ամենամեծ գումարը 1 միլիարդ 31 միլիոն 453.5 դրամ նախատեսված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր միջոցառման համար, որին ակնկալվում է շուրջ 40,000 հանդիսատես։ Ծրագիրը բաղկացած կլինի պատմամշակութային ներկայացումից եւ համերգից, որի հիմքում հազարան բլբուլ հեքիաթի եւ առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։ Միջոցառումներ կանցկացվեն նաեւ Կապանում, Վանաձորում, Գյումրիում եւ Իջևանում համապատասխանաբար 81 միլիոն 672 հազար, 95 միլիոն 430.7 հազար, 83 միլիոն 922.6 հազար եւ 34 միլիոն 491 հազար դրամ բյուջեներով։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%։ Նա նշել է, որ Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր մուտքերի մի փոքր ավելի քան 1%-ը, որոնց հաշվին ապահովում է միության մարմինների գործունեությունը։ Աղասանդյանը նաև անդրադարձել է Հայաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին։ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել երկրի էներգետիկ համակարգի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սպիտակ տան հրապարակած հրամանագրում նշվում է, որ արտերկրից ԱՄՆ էներգահամակարգի համար էլեկտրական սարքավորումների մատակարարումները կարող են սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը եւ տնտեսությանը։ Փաստաթղթում ընդգծվում է անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ էներգահամակարգի անվտանգության, ամբողջականության եւ հուսալիության պաշտպանության համար։ Հրամանագրով սահմանափակվում է օտարերկրյա արտադրության որոշակի էլեկտրական սարքավորումների ձեռքբերումը, ներմուծումը, փոխանցումն ու տեղադրումը։
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման շրջանակցությունների շարունակման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները։ Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի չինական ապրանքների ներմուծման նկատմամբ լրացուցիչ 7.5% մաքսատուրք սահմանելու ծրագրերին։ Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հուան Լին հայտարարել է. Պեկինը անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Չինաստանի իշխանությունները Վաշինգտոնի քայլերը որակել են որպես միակողմանի մոտեցման եւ հովանավորչական քաղաքականության դրսեւորում։ Պեկինը հայտարարել է ուշադիր հետևելու է ԱՄՆ-ի հետագա գործողություններին եւ պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը։ Wall Street Journal-ի եւ Politico-ի տվյալներով կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդքլիֆը օգոստոսի 25-ին Ռուսաստան կատարած չհայտարարված այցի ընթացքում Մոսկվային նախազգուշացրել է Բալթյան երկրների նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին։ Խոսքը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի վրա հնարավոր հարձակման մասին է։ Լրատվամիջոցների տեղեկություններով հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև անվտանգության հարցերն ու տարածաշրջանային լարվածությունը։ Բլումբերգը հղում անելով Կրեմլին մոտ կանգնած 3 աղբյուրի հաղորդում է. Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի դեմ։ Աղբյուրների խոսքով Կրեմլում եկել են այն եզրակացության, որ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել բալիստիկ հրթիռներով հարվածները Կիևի եւ Ուկրաինայի այլ քաղաքների ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։ Աղբյուրները նաեւ նշել են. Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը, չնայած պատժամիջոցների տնտեսական ճնշմանը եւ ռուսական նավթավերամշակման գործարանների ու լոգիստիկ ցանցերի դեմ ուկրաինական հարձակումներին։ Սեպտեմբերին կարող են տեղի ունենալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև նոր բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նրա խոսքով այս պահին երկու երկրների միջև բանակցություններ չեն ընթանում։ Միաժամանակ դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով եւ ինչ օրակարգով կարող են անցկացվել հնարավոր նոր բանակցությունները։ Մարիա Զախարովան հայտարարել է. Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիան անմիջական պատասխանատվություն են կրում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար։ Նրա խոսքով Լոնդոնը եւ Փարիզը Ուկրաինային սպառազինության արտադրության որոշ գործառույթներ փոխանցելով փորձում են խուսափել Ռուսաստանի տարածքի խորքում իրականացվող հարվածների համար պատասխանատվությունից։ Զախարովան ընդգծել է. այդ կերպ պատասխանատվությունից ազատվել չի հաջողվի։ Նա հայտարարել է. Փարիզը, Լոնդոնը, Բերլինը եւ այլ եվրոպական մայրաքաղաքներ անմիջական պատասխանատվություն են կրում այդ գործողություններին մասնակցելու համար։ ՀԱՊ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանից ՀԱՊԿ-ին հեռացնելու որոշումը հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների գերագույն հրամանատարների իրավասությունն է։ Նրա խոսքով նման որոշումը ընդունելիս պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու գործոնները։ Մասադիկովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կարող է կապված լինել տարբեր քաղաքական օրակարգերի հետ, քանի որ քաղաքական գործիչները երբեմն հարցեր են բարձրացնում քննարկումը սրելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարություններից բացի կա նաև հայ ժողովրդի կարծիքը։ ՀԱՊ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել Երևանի կազմակերպությունից դուրս գալու հետ կապված իրադարձությունները կանխագուշակելու հարցում։ Նա նաև նշել է, որ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի անդամակցության հարցի քննարկման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունեն հենց անդամ պետությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, նշելով, որ հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը։ Որոշումը կայացրել է դատավոր Սարգիս Դադոյանը, որը նախորդային սկսված նիստում քննում էր Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցը։ Գիշերը Ռոբերտ Քոչարյանը բժիշկների ցուցումով տեղափոխվել էր հիվանդանոց եւ դատական քննությունը շարունակվել էր առանց նրա։ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Զարե Սինյանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Որոշման համաձայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարե Սինյանյանը նշանակվել է նույն պաշտոնում։ Զարե Սինյանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։
Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Նրա մասնագիտական ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոքչեյնը, խելացի պայմանագրերը, նորերական տեխնոլոգիաները եւ թվային կարգավորումը։ Մարտիրոսյանը տարբեր տարիներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում, ինչպես նաեւ որպես իրավաբան, փաստաբան, խորհրդատու եւ իրավական փորձագետ ներգրաված է եղել Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Եվրոպայի խորհրդի ծրագրերում։ Մարտիրոսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր եւ արտոնագրված հաշտարար է, իսկ բացի հայերենից տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ ֆրանսերենին։ Կիևյան կամրջի վրա 52 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել շարժիչի տուրբոմղիչի անսարքության պատճառով։ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերությունից հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 8:30-ի սահմաններում։ Հրդեհի պահին ավտոբուսի շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը նույնպես գործի է դրվել։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են ավտոբուսից եւ տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը վարորդի եւ բարեկային ծառայության աշխատակցի կողմից մարվել է մոտ 3-ից 5 րոպեի ընթացքում։ Դեպքի հետևանքով ուղևորների տարհանումը կատարվել է առանց նշված տուժածների մասին տեղեկության։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2027 թվականի համար սահմանել եւ բաշխել է մսը մթերքի որոշ տեսակների սակագնային քվոտաներ։ Խոշոր եղջերավորների անասունների մսի համար Հայաստանին հատկացվել է 8000 տոննա քվոտա, խոզի մսի դեպքում Հայաստանի համար սահմանվել է 14000 տոննա քվոտա։ Թռչնամսի եւ յանդամթերքների համար Հայաստանի քվոտան կկազմի 45000 տոննա։ Այսպիսով նշված 3 կատեգորիաներով Հայաստանի համար նախատեսված ընդհանուր ծավալը կազմում է 67000 տոննա։ Քվոտաների շրջանակում ներմուծումը կիրականացվի արտոնյալ սակագնային պայմաններով ՀԱՏՄ-ի սահմանած կարգավորումներին համապատասխան։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություններ է արել, որոնք ըստ աղբյուրի կարող են ավելի սրել տարածաշրջանում առկա լարվածությունը։ Կացը քննադատել է Սիրիայի իշխանություններին եւ նախագահ Ահմեդ Շարային, միաժամանակ թիրախավորելով Սիրիայում Թուրքիայի ներկայությունը։ Նա հայտարարել է, Իսրայելը ոչ մի դեպքում չի լքելու Հերմոն լեռն ու մյուս գրավված տարածքները։ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը պնդել է, Սիրիայում Թուրքիայի գործունեությունն ու ներկայությունը վտանգում են Իսրայելի ազգային անվտանգությունը եւ իրենք անտարբեր չեն մնալու այդ իրավիճակի նկատմամբ։ Թուրքական մամուլը Կացի հայտարարությունները կոշտ է գնահատել, դրանք բնորոշելով որպես Իսրայելի պաշտպանության նախարարի Թուրքիայի դեմ ուղղված ամբարտավան խոսքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական ուժերը Օդեսայի մարզի Իզմայիլի նավահանգստում խոցել են չորաբեռնատար նավ, որը Ուկրաինային էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։ Ռուսական կողմի տվյալներով հարվածների հետևանքով խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով 3 ռեզերվուար։ Հարվածների թիրախ են դարձել նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտ։ Նշված հարվածների հետևանքով վնասներ են հասցվել Իզմայիլի նավահանգստի մի շարք օբյեկտների։ Նեպալում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ավերիչ ջրհեղեղներից հետո մի քանի շրջաններում հայտնաբերվել է 165 մարդու մարմին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ որոնողական խմբերը շարունակում են ակտիվ գործունեությունները 826 անհետ կորած համարվող մարդկանց որոնելու ուղղությամբ։ Աղետի հետևանքով բազմաթիվ բնակավայրերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Միաժամանակ հաղորդվում է 579 զբոսաշրջիկների հետ կապը կորել է։ Նրանց թվում են 466 օտարերկրյա քաղաքացիներ։ Փրկարարական եւ որոնողական աշխատանքները շարունակվում են անհետ կորածներին հայտնաբերելու եւ աղետի հետևանքները գնահատելու նպատակով։ Օզոնը հայտնել է Ռուսաստանի Օրենբուրգ եւ Ուֆա քաղաքներում գտնվող իր լոգիստիկ օբյեկտները գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Ընկերության հաղորդմամբ բոլոր աշխատակիցները արագ տարհանվել են, իսկ նախնական տվյալներով վիրավորներ չկան։ Օզոնը նաեւ հայտնել է հրդեհների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Օրենբուրգի օբյեկտը արդեն վերսկսել է գործունեությունը, իսկ Ուֆայի լոգիստիկ համալիրը ստացել է աննշան վնասներ եւ ժամանակավորապես փակ է մնում ստուգումների համար։ Ուֆայի մատակարարների ծառայությունները ներկայումս չեն ընդունվում, իսկ տարանցիկ պատվերները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։ Ընկերությունը նշել է, հաճախորդները կարող են պատվերներ կատարել սովորական ռեժիմով։ ԱՄՆ ռազմական ուժերը Կարիբյան ծովում հարվածել են արագընթաց նավակի, որը ըստ ԱՄՆ հարավային հրամանատարության տեղափոխում էր նարկոահաբեկիչներ։ ԱՄՆ կողմի հաղորդմամբ արևմտյան կիսագնդի համատեղ աշխատանքային խումբը հարձակվել է նավի վրա, որը շարժում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հաստատված երթուղիներով։ Նախնական հետախուզական տվյալները հաստատել են նավը ակտիվորեն օգտագործվել է թմրամիջոցների մաքսանենգության համար։ Գործողության ընթացքում ըստ ԱՄՆ հարավային հրամանատարության սպանվել է 4 թմրավաճառ։
Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է. Ուկրաինան առանց արևմուտքի ֆինանսական օգնության եւ զենքի աջակցության չի կարողանա 4 ամսից ավել դիմակայել Ռուսաստանին։ Միրոշնիկի խոսքով Կիևը սեփական ռազմական ֆինանսական կարողությունների հաշվին կարող է դիմանալ մոտավորապես 3-4 ամիս։ Դիվանագետը նշել է, այդ գնահատականը հիմնված է Ուկրաինայի ներկայում ունեցած պաշարների վրա։ Նրա խոսքով, եթե Եվրոպան դադարեցնի Կիևին զենքի եւ ֆինանսական միջոցների մատակարարումը, ապա հակամարտությունը արագ կհանդարտվի։ Միրոշնիկը արևմուտքի աջակցությունը նկարագրել է որպես Կիևի համար կարևոր պորտալար։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին եւ Կրիվոյ Ռոգին։ Կիևում արձանագրվել են մի շարք պայթյուններ, իսկ նախնական տեղեկություններով ռուսական դրոնների հարձակման հետևանքով Կիևի մարզի Բորիսպոլի շրջանում հրդեհվել է էպիցենտր առևտրի կենտրոնը։ Ռուսական հարձակման թիրախ է դարձել նաեւ Կրիվոյ Ռոգի արդյունաբերական ձեռնարկությունը։ Հարձակման հետևանքով ըստ հաղորդման 2 մարդ վիրավորվել է։ Կիևում եւ Կրիվոյ Ռոգում հարվածների հետևանքների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինական կողմի հաղորդագրությունների համաձայն հարվածները վնասներ են հասցրել քաղաքների եւ ենթակառուցվածքների տարբեր հատվածներին։ Արևմտյան երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում, պահանջելով վերացնել ռուսական գործոնը, փոխարենը խոստանալով բազմամիլիոնանոց ներդրումներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ հայկական երկաթուղային ցանցի Ռուսաստանի կողմից կառավարման թեման քննարկվել է նաև Չոլպոնաթայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Ռուսական կողմի պնդմամբ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, ուստի Մոսկվայում ենթադրում է, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում հայտնել են, որ Հարավկովկասյան երկաթուղի փակbaşնետիրական ընկերությունը իր պարտավորությունները կատարում է պատասխանատվությամբ եւ ավելի քան 30 միլիարդ ռուբլի ներդրումներ է իրականացրել, այդ թվում շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Ազգային ժողովի падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Փաստաբան Ալեքսանյանի խոսքով խուզարկությունը վկայում է Լևոն Քոչարյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդման իրականացման մասին։ Պաշտպանը պնդում է, որ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ազգային ժողովում պետք է միջնորդագիր ներկայացներ падգամավորական անձեռնմխիլեությունը հաղթահարելու վերաբերյալ։ Նրա գնահատմամբ նման միջնորդագիր չի ներկայացվել, ինչի պատճառով խուզարկության ամբողջ գործընթացը է անօրինական բնույթ։ Փաստաբանը նաև նշել է, որ դատարանի որոշման հիմքում դրված են եղել օպերատիվ տվյալներ, որոնք ըստ նրա չեն ստուգվել եւ չեն գնահատվել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանում ներկայում բարդ ներքաղաքական գործընթացներ են ընթանում։ Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքին խիստ համապատասխան։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքները պետք է պահպանվեն։ Իրանի դեսպանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը քննարկել են Արաքս գետի վրա հայ-իրանական սահմանի երկրորդ սահմանային կամրջի կառուցման նախագիծը։ Նախագծի նպատակն է մեծացնել երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը եւ բեռնափոխադրումների ծավալները։ Հայաստանի եւ Իրանի ներկայացուցիչները նախկինում եւս նշել են, որ նոր կամուրջը կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Երկրորդ կամրջի կառուցման աշխատանքների նախագծումը սկսվել էր դեռևս 2023 թվականի վերջին, 2025 թվականին Հայաստանը եւ Իրանը պայմանավորվել են կամրջի կառուցման վերաբերյալ։ Երեք ձերբակալված 6 անձանցից 4-ի նկատմամբ դատարանը կալանավորում է կիրառել, իսկ Արամայիս Որսկանյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։ Որսկանյանը 1999-ից 2009 թվականներին զբաղեցրել է կառավարական առանձնատների տնտեսության վարչական պաշտոնը։ Ըստ հաղորդագրության Ոսկանյանի կինը եւ երկու դուստրերը եւս կալանավորվել են։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի որդու Սեդրա Քոչարյանի նկատմամբ, որը նույնպես կալանավորվածների թվում է։ Ռուսաստանի պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Նրա խոսքով Հայաստանի համար որպես ԵԱՏՄ անդամ երկիր Ռուսաստանի շուկայում գործում են արտոնություններ։ Վոլոդինը նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է գնալ դեպի Եվրոպա, նրան ոչ ոք չի խանգարում։ Միաժամանակ նա որպես օրինակ բերել է Ուկրաինային, պնդելով, որ եվրոինտեգրման ճանապարհին երկիրը մեծ զոհողությունների է գնացել։ Սակայն անգամ դրա պայմաններում Եվրամիությունը չի բացել իր շուկան ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի համար։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունը ոչինչ չի փոխի, եթե Նիկոլ Փաշինյանը չփոխի իր եվրոինտեգրման քաղաքականությունը, հայտարարել է քաղաքագետ Իվան Մեզյուխան։ Նրա խոսքով նույնիսկ փորձառու դիվանագետը չի կարող ինքնուրույն շտկել Մոսկվայի եւ Երևանի միջև առկա դժվարությունները։ Վերջինս նշել է, որ մնացական Սաֆարյանը փորձառու հայ դիվանագետ է եւ հրապարակային հակառուսական հայտարարություններով հայտնի չէ։ Քաղաքագետի կարծիքով Փաշինյանը կարող է նոր դեսպանի առջև խնդիր դնել հայ-ռուսական երկխոսությունը նորմալացնելու, սակայն դրա իրականացումը կախված է հենց վարչապետից։ Նա պնդել է, որ Փաշինյանի ԵԱՏՄ-ի նկատմամբ սպառողական վերաբերմունքը չփոխելու դեպքում նոր դեսպանը չի կարող փոխել միջպետական երկխոսության իրավիճակը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դաշնակիցներին հայտնել է, այս պահին ԱՄՆ-ն չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին։ Վաշինգտոնը հարվածների փոխարեն մտադիր է ուժեղացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը։ Ամերիկացիները նախատեսում են կենտրոնանալ ճնշմանալ միջոցների վրա, խուսափելով լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելուց։ Միաժամանակ Ռուբիոն չի բացառել ամերիկյան հարվածների հնարավորությունը, եթե Իրանը առաջինը հարձակվի։ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, երկիրը պարտվում է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նա նախազգուշացրել է, Կիևին մնացել է ընդամենը մի քանի ամիս իրավիճակը փոխելու համար, անհրաժեշտ առանցքային որոշումներ ընդունելու համար։ Վերջինիս խոսքով Ուկրաինային պակասում է պատերազմում հաղթելու հստակ ընդհանուր հայեցակարգը եւ անհրաժեշտ նորարարական կարողությունները։ Նա նաեւ մատնանշել է արմատացած կոռուպցիան, հովանավորչական ցանցերը եւ պետական ինստիտուտներում քաղաքական անկախության բացակայությունը։ Նրա գնահատմամբ երկիրը գտնվում է շրջադարձային փուլում եւ աստիճանաբար պարտվում է։ Միաժամանակ Ֆյոդորովը նշել է, Ուկրաինան դեռ ունի հաղթելու բոլոր հնարավորությունները, սակայն շտապ անհրաժեշտ է պատերազմը դադարեցնելու ծրագիր։ Իրանը եւ Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացությունից ստացվող եկամուտը կիսելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։ Նրա խոսքով բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են նաեւ նեղուցի ջրերի, յուրաքանչյուր կողմի բաժնի վերաբերյալ։ Միաժամանակ Մոհեբին ընդգծել է նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները։ Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով իշխանությունները 384 զբոսաշրջիկի եւ արշավականի անհետ կորած են համարում։ Նրանցից 291-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 93-ը Նեպալի քաղաքացիներ։ Անհետ կորածների թվում են Հնդկաստանի 105, Մալազիայի 17, Մեծ Բրիտանիայի 12, Հարավային Աֆրիկայի 4 եւ ԱՄՆ-ի 3 քաղաքացիներ։ Հարավային Կորեան հայտնել է, որ իր 8 քաղաքացիների հետ կապ չի հաստատվել, իսկ եւս 12 քաղաքացի արգելափակված է աղետի գոտում։ Օգոստոսի 26-ին Նեպալը փրկարարական աշխատանքների համար ուղղաթիռներ է ուղարկել հեղեղից տուժած շրջաններ, որտեղ ջուրը քշել է գյուղեր եւ ավերել շենքեր ու կամուրջներ։ Պաշտոնյաների տվյալներով ջրհեղեղների հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, իսկ նախնական տեղեկություններով երկրաշարժը ձնահյուս է առաջացրել, որը հանգեցրել է աղետին։ Ռուսաստանն ու Ուկրաինան Բելարուսի տարածքում ռազմագերիների փոխանակում են իրականացրել 10-10 դիմաց ձևաչափով։ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանդրատովայի խոսքով Ռուսաստանին են վերադարձվել 10 զինծառայողներ։ Կողմերը շարունակում են աշխատանքը նաև անհետ կորած զինծառայողների որոնման եւ նրանց վերաբերյալ ցուցակների փոխանակման ուղղությամբ։ Վերջինս հայտնել է առաջիկայում նախատեսում են ռազմագերիների նոր փոխանակումներ։ Նրա խոսքով կողմերը պատրաստում են եւս մեկ բավական մեծ փոխանակման եւ ներկայում համաձայնեցնում են համապատասխան ցուցակները։ Չինաստանի փոխնախագահ Han Չժեն Պեկինում հանդիպել է Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական եւ սահմանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Աջիտ Դովալի հետ։ Նա հայտարարել է, Չինաստանն ու Հնդկաստանը պետք է երկկողմ հարաբերությունները դիտարկեն ռազմավարական, բարձր մակարդակի եւ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Նրա խոսքով կողմերը պետք է համատեղ աշխատեն երկու երկրների առաջնորդների ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Չինաստանի փոխնախագահը կոչ է արել ամրապնդել ռազմավարական փոխադարձ վստահությունը եւ բացահայտել համագործակցության ներուժը։ Han Չժենի խոսքով տարաձայնությունները պետք է պատշաճ կերպով կարգավորվեն չին-հնդկական հարաբերությունների կայուն զարգացումը ապահովելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումի մարզի Պիսարևկա բնակավայրի նկատմամբ։ Ռազմական գերատեսչությունը հայտնել է նաև Զապորոժիեի մարզի Նեժենկա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Պաշտպանության նախարարության ամփոփագրում նշվում է, որ Պիսարևկան անցել է հյուսիս զորախմբավորման ստորաբաժանումների վերահսկողության տակ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը վաղուց գիտեր կարող է դուրս գալ հապկից։ Նրա խոսքով այդ գիտակցումը ձևավորվել է այն ժամանակ, երբ հապկը չի արձագանքել Հայաստանի տարածքի երրորդ երկրի զորքերի ներխուժմանը։ Սիմոնյանը հիշեցրել է նաև Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Նրա խոսքով Հայաստանը սկզբում որոշել էր հապկին ժամանակ տալ իրավիճակը կարգավորելու համար, սակայն այդ ժամանակն արդեն սպառվել է։ Միաժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Հայաստանի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացվեր, դրա արդյունքները իր կարծիքով Ռուսաստանին կվշտացնեին։ Նա նաև Մոսկվայից հնչող, այդ թվում Դմիտրի Մեդվեդևի արձագանքներն անվանել է անտեղի եւ չափազանց ագրեսիվ։ Ամերիկյան ընկերությունը ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հայկական Highways-ին չի տրամադրել նախատեսված Boeing 737-800 ինքնաթիռը։ Ինքնաթիռը դեռ 2021 թվականին պետք է լիզինգով հանձնվեր հայկական ավիաընկերությանը եւ նույնիսկ ներկվել էր Highways-ի գույներով։ Սակայն սեփականատերը չեղարկել է գործարքը, մտավախություն հայտնելով, որ Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից կարող է ինքնաթիռը չվերադարձնել կամ այն կարող է արգրավվել։ Highways-ը պնդել է, որ ինքնաթիռը չի շահագործվելու դեպի Ռուսաստան ուղղությամբ, սակայն դա չի փոխել սեփականատիրոջ որոշումը։ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում ավիաընկերության նախորդ հայցը մերժվել է։ Այժմ Highways-ը դիմել է ԱՄՆ դատարան ավելի քան $750,000 փոխհատուցում պահանջելով։ Բաքվի Սլավոնական համալսարանում նախատեսվում է սկսել հայերենի դասավանդում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայերենն արդեն դասավանդվում է Ադրբեջանի մի շարք այլ բուհերում, այդ թվում Բաքվի պետական համալսարանում։ Հայոց լեզվի դասընթացներ կան նաև Ադրբեջանի լեզվաբանական եւ պետական տնտեսագիտական համալսարաններում։ Բաքվի Սլավոնական համալսարանի հիմնական ուղղություններից են լեզուների եւ հումանիտար առարկաների ուսումնասիրությունը։ Նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ձգտում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով Երևանը հակառակը շարունակում է քայլեր ձեռնարկել բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները պահպանելու ուղղությամբ։ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը որևէ քայլ չի արել ռուս-հայկական հարաբերությունները վատթարացնելու համար։ Նա միաժամանակ քննադատել է հայ տնտեսվարողների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները։ Նախագահի գնահատմամբ այդ սահմանափակումներն անարդարացի եւ անտեղի են եւ չեն համապատասխանում ոչ երկկողմ հարաբերությունների ոգուն, ոչ էլ ԵԱՏՄ կանոններին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Սարգսյանը օգոստոսի 25-ին հրավիրվել էր կոմիտե Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Նա արձագանքվել է, ապա դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեի շենքից։ Սարգսյանի նկատմամբ նախկինում եւս տարբեր քրեական վարույթների շրջանակում կիրառվել է նույն խափանման միջոցը։ Մասնավորապես 2025 թվականի մարտին այն կիրառվել էր Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հողատարածքների գործով։ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինծառայողների վրա երթի ենթարկելու գործով ձերբակալվել է ՊՆ զորամասերից մեկի գումարտակի շտաբի պետը։ Ըստ նախաքննության ծառայողները ուշ երեկոյան ճանապարհին վազել են շտաբի պետի նշանակած պատժի հետևանքով։ Պատճառը զորամասի ճաշարանում զինվորների կողմից բարձր խոսելն է եղել։ Իրավապահները պարզել են, որ նման եղանակով զինծառայողներին պատժելը բանակային կանոնակարգով նախատեսված չէ։ Դեպքի հետևանքով 7 զինվոր վերաերթի է ենթարկվել, իսկ 2007 թվականին ծնված Զվարթանյանը մահացել է։ Իրավապահները նաև չեն բացառում շտաբի պետին կալանավորելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում, սակայն նրա ձերբակալման վերաբերյալ նոր որոշում է կայացվել։ Այդ մասին հայտնել է նրա որդին, ԱԺ-պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքով նոր որոշման անհրաժեշտությունն առաջացել է նախորդ ձերբակալման որոշման 24-ժամյա ժամկետի լրանալու պատճառով։ Միաժամանակ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով նրան այս պահին հնարավոր չէ դատարան ներկայացնել։ Երևանում օգոստոսի 27-ից 28-ին երեկոյան ժամերին, իսկ օգոստոսի 29-ից 31-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ից 31-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 27-ից 30-ին հանրապետության ցերեկային օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-ից 9 աստիճանով։